Պողոս Արաքյալն ասում է ես հալածի չրի հալածում էի քրիստոնյաներին բայց անգիտակից ժամանակ էի անում այդ բոլորը բայց քանի որ անկեղծ էի մտածում էի թե ճիշտն եմ անում դրա համար Աստված ինձ կանչեց եւ հալածիչը հետո Քրիստոսի անվան համար սկսեց հալածվել բազմաթիվ անգամներ հիմա ինչու եմ այս օրինակը բերում ես մեր կյանքում լինում են անկումներ եւ բարձրացումներ շատ հա ինչ է կարծում այդ անկյալ վիճակում երբ որ մենք ընկնում ենք դե Աստված միշտ էլ ցկտում է մեզ մոտ լինել մենք Աստծուն մոտ ենք թե հեռու ինչքան տկարանում ես ավելի մոտ ես շատ գեղեցիկ է որտեղ անկյալ վիճակում նեղության մեջ մենք Աստծուն ենք փնտրում գիտես հենց մեղքին գած սիրակի իմաստությունը շատ հետաքրքիր խոսք ունի ասում մեղքը դերևս չգործած զղջ է դրա համար ոնց կարող է մեղք չգործել որտեղ մեղքը տարբեր աստիճաններում մտքիդ մեջ հղացար մեղքը արդեն զղջ է դրա համար մի թույլ սիրտ անցնի սիրտ անցավ կարմիր լույսը վառվում է հանի քո միջից Աստված ոչ անի եթե հանկարծ մարմին անցավ տեղում ընկնի Տիրոջ առջև այսինքն մեղքը դու զգա մեղքը դեռևս չծնված դու զղջա դրա համար մտքիդ մեջ զղջա սրտիդ մեջ զղջա մարմնով զղջա եթե պատահում է մարմնով գործեցի ոչինչ երբեք մի պարտվիր մեղքից երբեք մի դադարեցրու քո ընթացքը առ Աստված որտեղ զղջում ինքը փրկության դուռն է զղջում ապաշխարություն խոստովանություն ինչն է մեր թշնամին մեղքը չի մեր թշնամին հուսահատություն որ եւ որտեղ մարդը երբեմն զղջալով ավելի շատ առաքինությունների է հասնում մեղքից հետո ավելի է բարձրանում զսպանակի նման երբ որ սխում ես ավելի է բարձրանում ճիշտ այդպես էլ քրիստոնյայի համար մեղքը ոչ թե ընկնելու պատճառ է, այլ ավելին առաջ գնալու պատճառ։ Ինչն է մեզ խանգարում։ Մեզ խանգարում է հուսահատությունը։ Մեղքից հետո չարը թույլ չի տալիս, որ դու զղջաս։ Այս սա է վտանգավոր։ Ասում եմ, տես դու էլի գործեցիր։ Ասում եմ, Սուպրիկոր Տաթևացին ասում եմ, մեղքի երկու երես ունի, մեկը քաղցր, մեկը դառն։ Քանի դեռ չես գործել, մեղքը քեզ քաղցր երեսով է երևում։ Տես ինչպես խաբեց Եվային ասեց, գեղեցիկ է, Աստվածներ կդառնա, չէ, բայց կերան մահ ճաշակեցին։ Քաղցրը տեսան, դառը ճաշակեցին։ Այդպես է մեղքը։ Ինքը քաղցրով խաբում է, հետո դառն է գալիս, դառը այդ որն է, հուսահատությունն է։ Հուսահատությունն է դառը։ Մեղքից հետո է գալիս։ Դրա համար Տաթևացին ասում է, մենք միշտ պետք է զգանք չարը մեզ ոնց է մոտենում, քաղցր երեսով է երևում, թե մոտենում, թե դառը երեսով։ Մենք պետք է անընդհատ այդ դրամաշրջենք։ Ինքը քաղցրն է տալիս, մենք դառը տանք։ Դառն է տալիս, քաղցրը տանք։ Աստծո ողորմությունը տանք։ Հասկացաք ես ինչ եմ ասում։ Քաղցրը տալիս է դու մի խափ է, դրա հետևը դառն։ Այսինքն մեղքը չի կարող քաղցր լինել։ Դից բան չկա, մեղքը երբեք չի կարող քաղցր լինել։ Հուսահատեցնում է մեզ։ Ինքեր ասում չէ, մի հուսահատվեցնում ես։ Դու թող մենք դու ով ես։ Ես իմ մեղքն եմ գործել, իմ Աստծո դեմ եմ գործել։ Դու ով ես ընդհանրապես։ Չարին տեղ չտանք։ Ոչ մեղքի սկզբում, ոչ էլ մեղքից հետո։ Մինչև մեղք գործել եւ ոչ էլ մեղքից հետո թույլ չտանք, որ չարը մեր եւ Աստծո մեջ գործի։ Ես մեղք եմ գործել, իմ Աստծո դեմ եմ գործել, իմ Աստված ողորմած է ինձ կների։ Դու ես։ Եդիսանցի։ Չէ՞։ Ամեն